Տիկին Գայանով այսօր երրորդ տարին է լրանում պատերազմի եւ տեսանք, որ պաշտոնատար անձինք չեկան, պատգամավորներ, չգիտեմ իշխանության ներկայացուցիչներ, որևէ մեկը չեկավ։ Դուք առավոտից այստեղ տեսել եք որևէ մարդու թեկուզ անհատ պաշտոնյայի, որ կգար հարգանքի տուր կմատուցեր։ Չէ, այսքանի ժամվա ընթացքում ոչ մեկի չեմ տեսել։ Այստեղ այսօր հուղարկավորություն կար, երկրապահներն էին եկել իրենց ընկերոջը ճանապարհելու, հրաժեշտ տալու, ոչ մեկի չեմ տեսել։ Երկրապահներից Սասուն Միքայելյանը ներկա էր։ Չեմ տեսել։ Իսկ եթե գային թույլ կտայիք մտնեն ներս։ Նայեք, ներս մտնել ասելը հարաբերական է, քանի որ այնց չէ, մենք այդքան էլ բացական կհասկանում ենք որտեղ ոնց, այսքան եթե մարդիկ եկել են իրենց ընկերոջը ճանապարհ հրաժեշտ տալու, հաստատ նույն Սասուն Միքայելյանին ոչինչ չկար ասելու, այդ գնալու էր իր ընկերն է, եթե ընկերն է ընկերոջը ճանապարհեր, բայց այդքան մարդիկ մտան, մենք գիտենք ում չենք ուզում որ գան։ Ինչ եք ուզում։ Կոնկրետ մենք չենք ուզում այն մարդիկ գան այստեղ, բացեն մեր երեխեքի տունը, ովքեր որ այս ամեն ինչի պատճառն են։ Խոսքը իշխանության բարձր ներկայացուցիչների մասին է։ Նիկոլ Փաշինյան, մյուսները։ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, ընդեղ ելով կա, չգիտեմ դրանց անունները չեմ հիշում։ Այո, ովքեր որ այս ամեն ինչի պատճառն էին, ովքեր որ վերջում ամբողջ Արցախը տվեցին, եթե պետք է ամբողջ Արցախը այս ճակատագիր ունենար, 5000 տղերքի ինչի սենց արեցի, բերեցին, ստեղ լցրեցին։ Իսկ հենց ձեր կարծիքով դա էր պատճառը, որ կառավարությունից պատվիրակություն չեկավ Եռաբլուր այսօր, թե ուղղակի իրենք ուզում են մոռացության տալ այս ամեն ինչը։ Չէ, ինձ թվում է իրանք լավ հասկանում են, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է ու ժողովուրդը շատ դեմ է իրանց, ենթադրում եմ, որ վախեցա որ չեն եկել, ես տենց եմ ենթադրում, չգիտեմ։ Տեսեք, ասում ենք ժողովուրդը դեմ է, բայց ցույցերը գնալով ավելի քիչ թվականակով են լինում կամ մարում են, իհարկե ընդդիմությունն էլ հայտարարեց, որ դադարեցնում է ինչ-որ ժամանակով։ Նայեք, ուրեմն ճիշտ է, միգուցե այդ ակցիաներին, միտինգներին քիչ մարդ է գնում կամ շատերը չեն գնում, բայց դա չի նշանակում, որ այդ չգնացողները այս իշխանության կողմնակիցներն են կամ ընդունում են իրանց արածը հալած յուղի պես, հենց չեմ կարծում, էլի, ուղղակի մարդիկ կան, որ ասում են դուրս գանք, մեկ այս պահին տենց չենք տեսնում ով կարա ինչ-որ բան փոխի, կամ ինչ-որ մեկը ասում է լավ սպասեմ, տեսնեմ վերջին լինելու նոր դուրս գամ, տարբեր են մարդիկ, բայց այնպես չէ, էլի, որ ով որ դուրս չի գալի, այս իշխանության կողմնակիցն է։ Նաև ընդդիմության նկատմամբ վստահություն չկա, շատերը նաև դժգոհում են հենց հարթակում ելույթ ունեցողներից, ասում են իրենց պատճառով է, որ շարժումը մարում է։ Նման խոսակցություններ, տարբեր ձևի խոսակցություններ կան, բայց հիմա գիտեք ինչ, ես այդ մարդկանց չեմ խոսքս ուղղել, այլ այն մարդկանց, ովքեր որ սպասում են, որ ինչ-որ մեկը բան անի, եթե բոլորը տեղներից չշարժվեք, չխոսեք, ինչ-որ քայլ չանեք, բնականաբար այս արդյունքը պետք է ունենա, ամեն մարդ տունը նստելով ոչ հարցին լուծում, եթե շատ մարդ դուրս գա, գուցե մի բան, չգիտեմ, գուցե սրանք հասկանան, որ արդեն իրանց վերջն է։ Իդեպ գուցե այդքան շատ առիթը չէ, բայց ես հիշեցի, որ շատ ծնողներ դուրս են եկել փողոց պայքարելու ձեր ընկերներից Գայանե Հակոբյանի համար եւ հետո տեսանք, թե Գայանե Հակոբյանը ինչպես ազատվեց, հետո ուր գնաց հանգստանալու, ոնց եղավ, հիմա կապ կա, շփում կա իր հետ։ Հա, շատերս դուրս են եկել ու շատ մարդիկ են դուրս եկել մեր կողքը կանգնել, աջակցություն կանեն։ Նայեք, ես չեմ կարող իմ վաղտակից ընկերոջը ոչ մի բան ասեմ, թե ինչի տենց եղավ։ Դուրս գալուց ես հասկանում եմ, որ կարող է այդ մարդու առջև ինչ-որ հարցեր դրված լինի, որ ինքը ստիպված պետք է այդ ամեն ինչով անցնել։ Ոչ մեկս այն որ ասում է, քանի դեռ այդ կոշիկը չենք հայքել, չենք քայլել, չգիտենք մենք ոնց կպահենք մեզ։ Ճիշտն ասած, մենք շփում չունենք այն պահը, որ նախ
ինքը չմոռանանք, որ պայմանական է ազատվել եւ եթե որևէ մեր այս բողոքի ակցիաներին ինքը մասնակցի, հասկանում ենք, որ ինքը խնդիր է ունենալու։ Չեմ կարող իր փոխարեն պատասխանել ինչի այդպես եղավ։ Ձեր հարցերի հետ մանրամասն հարցերին չեմ կարող պատասխանել, բայց մեր ծնողները էլի շարունակում են պայքարել, էլի դեմ են այս ամեն ինչին ու 2021 թվականից, չէ 22 թվականից, երբ որ վարչապետը հայտարարեց, որ կարող էր ամեն ինչ այլ կերպ լիներ, նույն արդյունք ունենար առանց զոհերի, դրանից հետո մենք ոտքի կանգնեցինք մեր ցավը դրած կողքի ու ասեցինք, որ եթե այսպես շարունակվեց, շատերի տունն է մտնելու, մեր այս վիշտը շատերի տունը կմտնի ու դրա արդյունքը մինչև այսօր տեսնում ենք, դա կլինի անցած տարվա սեպտեմբերի զոհերի ընտանիքները, 15 երեխան, որ վարվեցին, իրանց ընտանիքները, ովքեր որ երկրորդ անգամ նույնպես ընտրել էին Նիկոլ Փաշինյան, բոլորս տեսել ենք այն տեսանյութը, որտեղ մայրը ասում է ձեռքս կոտրվել, երկրորդ անգամ չընտրեի, ու դեռ մինչև օրը շարունակվում է այս ամեն ինչը։ Կարծիք հիմա այդ մարդկանց մեջ կգտնվեն այնպիսիք, որոնք երրորդ անգամ էլ կընտրեն։ Չեմ զարմանա։ Ինչի՞ց է դա, որ ծնողների մի մասը այստեղ ձեր նման ակտիվ պայքարում է եւ արդարությունը փնտրում է հենց այսպիսի պայքարի մեջ, իսկ մի մասն էլ գնում է օրինակ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հետ հանդիպումների, հյուրընկալում է նրան իրենց տանը կամ գնում է կառավարական համառանոց միջոցառումների մասնակցում։ Վիշտը նույնն է, չէ՞, ցավը նույնն է, չէ՞ բոլորը։ Ցավը նույնն է, կարծում եմ։ Չեմ կարող իրանց փոխարեն պատասխանեմ, թե իրանք ինչ են այդպես վարվում։ Ուղղակի ես էլ չեմ հասկանում իրանց, թե ինչ են իրանք այդպես վարվում։ Ձեզ փորձել են օրինակ ձեզ էլ քաշեն իրենց կողմը, ձեզ էլ այդպես կոպիտ ասած վերբով կանեն են իմաստով, որ դուք էլ մասնակցեք իրենց միջոցառումներին։ Չէ, եղել է, որ ժամանակին ծնողների հետ շփվել ենք, կապված մեր տղաների հետ կապված միջոցառումներին շփվել ենք, համարյա բոլորին ճանաչում ենք, բայց երբ որ հասկացանք, որ մեր գաղափարները տարբեր են, մենք էլ չենք շփվում։ Ընդհանրապես, թե չէ որ տենց փորձեն մարդ եթե իր խելքը ունի, իր սեփական մտածելակերպն ու գաղափարները ունի, ոչ մեկ իրան չի կարող տանել իր կողմ։ Բայց այդ ծնողներին, չգիտեմ ինչ ասեմ, այդ մարդիկ ոնց են մտածում, երբ մտածում են լավ տղերքը գնացին, կյանքը շարունակվում է, բայց ես այդպես չեմ կարծում, կյանքը չի շարունակվում։